Ինչ է մանգալիս։ Խոսքը էլեկտրոնային կրիչների մասին էր խոսքը, փաստաթղթերի մասին։ Խոսքը գնում էր այնպիսի փաստաթղթերի եւ էլեկտրոնային կրիչների, որոնք կարող են գործարկման իրական նշանակություն ունեցող ինչ-որ տեղեկություններ պարունակեն, sense համառոտ ասեմ, որպեսզի դուք նաև պատկերացում ունենաք, խոսքը գնում է նախկինում պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման։ Փորձում էին հասկանալ Լևոն Քոչարյանը ապօրինի ծամական միջոցներ կամ այլ միավորներ բնակարանում պահում է թե ոչ, այսինքն մերկացնող հանցանքի կատարման մեջ մերկացնող ըստ էության գործողություններ են կատարվել։ Իսկ եթե կա գործողություններ, որոնք որ մերկացնում են անձի այս կամ այն հանցանքի կատարման մեջ, այսինքն վերջինիս արդեն իսկ փաստացի կասկածում են եւ մեղադրում են ինչ որ արարքի կատարման մասով։ Սա ենթադրում է, որ սա փաստացի քրեական հետապնդում է, ինչից հետևություն, որ փաստացի քրեական հետապնդում Պարագայում գլխավոր դատախազը պետք է գար ազգային ժողով համապատասխան միջնորդագիր ներկայացներ անձնամխելիության հաղթարման, որպեսզի նաև հենց փաստացի քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանա։ Բայց դա հաշվի առնելով ընթացքերի հետագայում կարելի է ակնկալել, որ դատախազությունը կդիմի այդ քայլերին։ Դե ոչինչ պետք չի բացառել եւ ոչինչի կարծում եմ տենց վրա պետք չի զարմանալ, ամեն ինչ էլ հնարավոր է։ Բայց մենք փաստացի ունենք մի իրավիճակ, որ այդ գործողությունը արդեն իսկ պետք է կատարվեր, մինչեւ այս բնակարան գալը եւ այս գործողությունը կատարելը գլխավոր դատախազը արդեն պետք է լիներ այժմ եւ դրա վերաբերյալ համապատասխան ապօրինի խոզարկությունը ոչ միայն այս հիմքով Սա ամենակարծես թե կարևոր հիմքն է, շատ ուղենիշային հիմքն է, բայց բնականաբար սա մեկ այլ առհասարակ երևույթ է։ Բնականաբար խոզարկությունը կատարման ընթացքի վերաբերյալ, որպես այնպիսի ինչ-որ ագրեսիվ գործողություններ չեն կատարվել, պետք է հանուն արդարության սրա մասին նշեմ, բայց պետք է նաև հաշվի առնենք հետևյալ իրավիճակը, որ Լևոն Քոչարյանի 1 մանկահաս եւ 2 անչափահաս երեխաները գտնվում էին տանը, եւ ես կարծում եմ, որ նման այսպես ասած դիմակավորված անձանց օժանդակությամբ եւ միջոցով այս գործողության կատարման անհրաժեշտությունը առհասարակ չկար։